Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել։ Քննարկում են անհետաձգելի ճանաչված 22 հարց, որոնց երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել արագացված 24-ժամյա ռեժիմով։ Պայմանավորված այն հանգամանքով, որ հունիսի 17-ից գումարված արտահերթ նիստը ավարտվել է հունիսի 19-ին, օրակարգային 16 հարց, որոնք հրատապ էին, չէինք հասցրել քննարկել, ինչով պայմանավորված դրանք ներառվել են այս արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Այս հարցերի հիմնական մասը համարվել էր անհետաձգելի, հանձնաժողովների նիստերի քննարկման ժամանակ ներկայացվել էին հրատապության հիմնավորումները եւ հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության ազգայնացման համար օրենսդրական հիմք պատրաստող մեծ փաթեթ նորակարգի գլխավոր քննարկվող թեման է։ Ընդդիմադիր падգամավորներին հետաքրքրում է, թե որն է այս հարցի հրատապությունը։ Այդպես ոտքի վրա 3 ժամվա մեջ փոփոխություններով բերել մի օրենք, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության եւ ներդրումային մթնոլորտին, եւ ընդհանրապես կառավարման համակարգին եւ նման ռազմավարական ոլորտին, ինչպիսին էներգետիկան է տարբեր դրսևորումներում։ Քաղաքացիական պայմանագիրը հաստատում շրջանառության մեջ է դնում նախագիծը, նույն օրը ազգային ժողովի նախագահը ուղարկում է կառավարություն, նույն օրը կառավարությունը որոշում է, որ արտահերթ նստաշրջան հրավիրի անգամ նույնիսկ ինքը եզրակացություն չունենալով, հիմա դուք եկել եք այստեղ, ասում եք այնքան կարևոր է, որ այս հարցը պետք է քննարկվի, ռազմավարական նշանակության հարց է եւ դուք առանց նույնիսկ պատշաճ ուսումնասիրության եզրակացություն ներկայացնելու են այստեղ, ընդամենը 3 է տեղադրվել մի եզրակացություն, առանց անփոփաթերթեն էլ կառավարության կայքեջում, ազգային ժողովի կայքեջում ընդհանրապես փաթեթը չկա, անփոփաթերթը չկա որևէ պետական մարմնի տեսակետ։ Աննա Գրիգորյանի հարցադրման մեջ հեծի խլման գործընթաց արտահայտությունը փոխնախարարին խորտ թվաց։ Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ եւ դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով քննարկել։ Հեծի խլման գործընթացը, որը իրականում շատ մեծ բացասական առումով ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Հիմա ասում եք, սա հրատապ կերպով քննարկեք։ Ինչու հրատապ։ Իմ պատասխանը օրինակ այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով, եւ դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք, հեծ եւ խլել, ես նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են նախագծի մեջ առկա չեն, դա վերաբերվում է ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտի որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ բարեփոխումների շարունակականությանը։ Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանն ընդդիմադիրների հետ մեկ հարցում է համամիտ, նախագիծը ժամանակավրեպ է։ Մի հարցում ազնվորեն ձեր հետ պետք է համաձայնվեն։ Այո, շատ ժամանակավրեպ նախագիծը շուտ պետք է բերվեր։ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս խուժան սեփական նշնորհման գործընթացներ պետք է սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, առումով ձեր հետ համաձայն եմ, ուշացած է եւ ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք։ Ընդդիմադիրների մտահոգությունը հեծի ազգայնացման հետևանքով սպասվող թանկացումներն են։ Սիրելի 1 միլիոն բաժանորդներ, երբ որ այս իշխանությունները ստանձնեն կառավարումը, պետականացնեն հեծը, ձեր էլեկտրաէներգիան թանկանալու է։ Անգամ չեն հասկանում, որ իրանց փուրն են տալիս, ինչպես լավ խոսեց գործընկերս դրա մասին, ինքնապաշտպանական բնազդստաբանականությունը ամեն ինչը արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք։ Մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4.8 քանի դրամով։ Դրա մեջ հեծի մասնաբաժինը 0 է։ Այսինքն այն, որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 քանի դրամ թանկ, դա մեջ հեծի մեղքը 0 է։ Շարունակեմ գործընկերներիս ասածը թանկանալու հետ կապված։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր։ Օրակարգային հարցերից է նաև վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ընդդիմությունը պահանջում է հիմքեր, ինչու է խոշորացվում վաղարշապատը։ Դուք քաղաքական նպատակներով նորից եմ կրկնում, խոշորացնում եք եւ ասում եք ավականու ընտրություններ նշանակեք։ Բերեք հստակ հիմնավորում, ինչն է նպատակը, որ այդ երկու համայնքը, որը նախկինում են խոշորացրել 21 թվականին ընտրությունները ձևավորվել, եթե չկա քաղաքական նպատակ, միավորել եւ
ձեր ուզած մարդուն դնելը, թե Ամենը մի հիմնավորում կուզեմ շեշտել Հայաստանի Հանրապետությունում բացի գոյություն ունեցող Վաղարշապատ համայնքից չկա այնպիսի երկրորդ համայնք, որը բաղկացած է մի քաղաքային եւ մի գյուղական բնակավայրից։ Մեզ իբր մեղադրում են, ասում են դուք քաղաքական նպատակարարությունից միացնում եք, որ գնաք ընտրություններին հաղթեք, ունենաք քաղաքապետ, բայց մենք երկու տեղ ունենք արդեն քաղաքապետ, այդուամենայնիվ փաստը ցույց է տալիս, որ մենք ավելի ժողովրդավար մոտեցում կան, սա է անհնար է պատկերացնել։ Վերջին օրերի բուռն իրադարձությունների քրոնիկոնն ազգային ժողովի ամբիոնից երկու իրարամերժ տեսակետների տեսքով է հնչում։ Իշխանություն, ընդդիմություն, փոխադարձ մեղադրանքների առանցքում հայառաքելական եկեղեցին է։ Այն ինչ որ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում եւ Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները։ Սիրելի հարգելի գործընկերներ, որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդհանրապես տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ Տիկին Գրիգորյան եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Կխոսանք հեծի մասին, կխոսանք ինչն է ժողովրդից խլվել, ինչն է ժողովրդին վերադառնում։ Քաղաքակիրթ արձագանք Սուրբ Էջմիածին մայրաթոր զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապատծություն է։ Նա դուք դա էլ արեցիք, անհավատ եք, զուրկ հայկականությունից։ Հայ մարդը ամեն օր ամոթահար է, չէին պատկերացնում, որ սրանել եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար, սա չեք մարսելու։ Վարչական պատասխանատվություն ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Առաջարկում են նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանում է վարչարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկում են ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործոն մեխանիզմներ։ Այն անձինք, որոնք առանց տեղական վճարի կամ փոխադրավարձ վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից կտուգանվեն 15,000 դրամ։ Իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսական վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3,000 դրամ տուգանք։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։